Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է։ Մենք տեսնում ենք, որ վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցան բավականին հիշարժան իրադարձություններ, քաղաքական իրադարձություններ, տնտեսական բնույթի իրադարձություններ կապված փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ այլ գործընթացներ, եւ այսօր ես սիրով իմ տաղավար եմ հրավիրել Հանրապետության գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին, շնորհակալություն, պարոն Հարությունյան, իմ հրավերը ընդունելու համար, եւ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն Նաիրի Հոխիկյանին, շնորհակալություն, պարոն Հոխիկյան, իմ հրավերը ընդունելու համար։ Նու դուք հաճախակի եք լինում իմ տաղավարի հյուրը, որովհետեւ բավականին հետաքրքիր է անցնում մեր քննարկումը։ Տեսեք, առաջինը հարցը ցանկանում եմ ուղղել պարոն Հարությունյանին։ Պարոն Հարությունյան, լինելով գյուղատնտեսության ոլորտի հմուտ մասնագետ, փորձված վաստակաշատ մասնագետ, այնուամենայնիվ դուք նաև վերջին տարիների ընթացքում ակտիվ մասնակցեցիք քաղաքական տեղի ունեցող իրադարձություններին, չմտնելով այդ մանրամասների մեջ ձեր մասնակցության, ես ուզում եմ, որպեսզի մենք գնահատական տանք վերջին շաբաթվա կամ շաբաթների իրադարձություններին, հաշվի առնելով Գյումրիում տեղի ունեցած ուրեմն տեղական ինքնակառավարման ավականու ընտրությունները եւ դրա արդյունքները, հետո նաեւ մենք անդրադառնանք Փարաքարում տեղի ունեցող ընտրությունների արդյունքներին, այ ինչպես եք դուք դա գնահատում, որտեղ կարծես թե դա ինչ որ մի նոր էջ է բացում այդ պայքարում, այնուամենայնիվ սա մի նոր մոդել է, այսպես ես կասեմ, երբ որ ասենք իշխանությունը ըստ էության մնաց մենակ եւ մնացած բոլոր ուժերը ըստ էության փոքրիկ բացառությամբ հանդերձ, ովքեր հաղթահարել են շեմը ավականու այսպես անցողիկ շեմը եւ ստացանք այն ինչ որ ստացանք, այսինքն քաղաքացիական պայմանագիրը չունեցավ համայնքապետ Գյումրիում։ Ոնց եք դու սա մեկնաբանում գնահատում, արդյոք դուք չեք տեսնում, որ միգուցե սրանից հետո բխող ինչ որ գործընթացներ կգնան, թե սա լոկալ ինչ որ մի բան էր եւ այսպես կարող է սրանով վերջակետը դրվի։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, հենց այնպես ոչ մի բան չի լինում։ Այդ կարգի սկսենք եւ առաջինը ես ուզում եմ շնորհավորել մեր Գյումրու Լեննականի բնակչությանը տոնած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել ավականու անդամներին, առանցին ֆրակցիաներին եւ քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանին ցանկանալով բեղմնավոր աշխատանք ի նպաստ մեր Գյումրի քաղաքի բարգավաճմանը, հզորացմանը, որը կբերի, ես հաստատ համոզված եմ, որ Գյումրին Լեննականը միշտ եղել են Հայաստանի աղն ու համեմը եւ այդ խոսքով ամենի դրական ամենալավ բաները կփոխանցվի, կտարածվի հայրաքաղաքից դեպի ամբողջ հանրապետություն։ Մինչ դուք շարունակեք, պարոն Հարությունյան, մեր հայրենակիցներին ասեմ, որ այս շնորհավորանքը ամենևին այդ պայմանավորված չէ նրանով, որ պարոն Հարությունյանը նաև Շիրակի մարզից է, այնպես որ սա կարող եմ ասել միայն շիրակցիների կամ Գյումրու ուրեմն հետ կապված իրադարձություն չէ, որտեվ ամբողջ հանրապետությունը, ես մի հաղորդում նվիրել էի դրանից առաջ այս քննարկմանը, ամբողջապես սևեռված էր Գյումրիում տեղի ունեցող գործընթացներին։ Խնդրեմ, հիմա ձեր գնահատականները։ Հիմա ես այժմել հանդիսանում եմ էլի Շիրակի մարզի բնակիչ, ես ոչ մի անգամ իմ գրանցումը չեմ փոխել, չնայած փաստացի ապրում եմ այստեղ, բայց այնուամենայնիվ շեշտեմ, որ իմ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը անցել է Գյումրիում, ավելի ճիշտ Լեննականում, եւ ես ելի եմ կրկնում, իմ համար շատ կարևոր էր այդ հանգամանքը, որովհետեւ չեմ թաքցնում, ես 7 տարի ճնշված էի զուտ հոգեբանորեն այդ առումով, որ պատե անպատե անընդհատ շեշտում էին քայլը Գյումրիից է սկսվել եւ այլն, բայց դա ոչ միական նշանակություն չունի։ Մենակ ընդամենը Գյումրիից հելեր քայլելա, եկել է ճանապարհներով դեպի Երևան։ Պարոն Հարությունյան, հիմա եկեք տեսնենք հիմա ինչա կատարվում, ինչ սպասելիքներ կան։ Հիմա ինչ կատարվել է, արդեն կատարվել է։
մեր Լեննականի Գյումրու բնակիչները կատարեցին իրենց ընտրությունը եւ ամենակարևորը ինձ համար այս պահին կա դրական քայլ տենդենց, որ կարողացան 4 ուժերը, որոնք որ հանդիսանում էին որպես ընդդիմադիր ուժեր, կարողացան համախմբվել, միանալ եւ իրենց խոսքի տերը լինել, ինչ խոստացել էին ժողովրդին, քաղաքի բնակչությանը, որ գործող իշխանության քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը կամ քաղաքացիական պայմանագիրը չի ունենալու Գյումրում քաղաքապետ, բայց այնուամենայնիվ մտահոգիչ է ինձ համար կենտրոնական ընտրական ընտրատարածքային այդ հանձնաժողովի կողմից արձանագրված մոտ 36 ու քանի տոկոս տարած ձայները, դա կլինի տարբեր օղակների աշխատանք, ուժային, վարչական ռեսուրս, այնուամենայնիվ դա ինձ մտահոգում է այդ տեսանկյունից, որովհետև ռեալ չի նայվում երկրի այսօրվա իրավիճակին, այդքան բարձր տոկոս չպետք է լիներ։ Դա առաջին եւ երկրորդը խնդրում եմ մեր ընկերներին, ովքեր որ արդեն ընտրել են քաղաքապետ եւ քաղաքապետին էլ խնդրել հորդորել, որ հասկանում են, որ իրանք կլինեն միշտ ստապ ի նպաստ երկրի, բայց իրանք գետնից չկտրվեն, միշտ զգան իրենց գետնի վրա, որովհետեւ անկանխատեսելի քայլեր բացասական միշտ սпасելի է գործող իշխանությունից։ Ու գիտեք զավեշտը այստեղ որն է, ես երեք լսել եմ ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչի ելույթ, որը որ ինչ որ ժողովրդին կոչեր անում, գնալ, չգնալ, վախենալ, չվախենալ, ժողովուրդը կատարել է իր ազատ ընտրությունը կամ ուր չգնալ, ժողովուրդ Գյումրի իբր Երևանից որ պետքա գնան, հա, խնդիրներ ընդ տարբեր բարեր օգտագործել, բան, ժողովուրդ Գյումրին Լեննականը միշտ մնացել են հյուրասեր, հյուրընկալ։ Եվ այստեղ մի կարևոր միտք, խնդրում եմ այս ավարտեմ, որ համապատասխան մարդիկ, ուժերը եւ ընդհանրապես հայ ազգաբնակչությունը Գյումրում կատարվածը կարողանան տեղավորեն Հայաստանի ընդանուր քաղաքականության մեջ, որպեսզի կատարած թեկուզ մեկ փոքրիկ քայլը մեծ օգուտ ունենա, ոչ թե ռենզոնաս, այլ կոնկրետ արդյունք։ Ցանկացած երկար ճանապարհ սկսվում է առաջի քայլից։ Այսինքն դուք այսպես մի տեսակ ձևակերպեմ, ուզում եք որ հանրապետությունը Գյումրի օրինակով համամասնական զարգացում ունենա, հա, համամասնական, դուք հասկացաք, ես բանով եմ ասում, էլի, այդպես Ոչ թե ուզում եմ, ես անհամբեր սպասում եմ ու դա իմ ցանկությունն է։ Դե հասկանալի է, ամեն ինչ իր ժամանակին, մի անգամից չի լինում։ Պետք է ուշանում ենք։ Հիմա այդ ուշանալու հետ կապված պարոն Հոխիկյան, հարցը ուղղում եմ պարոն Հոխիկյանին։ Տեսեք, այնուամենայնիվ անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջի 1 տարվա ընթացքում, հատկապես վերջի 1 տարվա ընթացքում տրամադրությունների փոփոխություն է տեղի ունեցել մարդկանց, հա, այսինքն շատ ավելի ընդդիմադիր, ավելի այսպես հասցեական քննադատությամբ, այսինքն այն ինչ որ տարի-տարիուկես առաջ միգուցե sense չէինք ասի, դե մարդիկ ասում են մեկա ոչի բան չի փոխվելու, էլի եթե լինի ընտրություն, sense անելու, վերարտադրվելու է իշխանությունը, ոնց որ թե ես ուզում եմ դուք այդ գնահատականը տակ, իրական փոփոխություն է եղել տրամադրությունների մեջ, սա մեկ եւ երկրորդ։ Ընդունենք այդ, ես չեմ ուզում ասեմ ընդունենք Գյումրու կամ Փարաքարի ընտրությունը լիներ 1 տարի-տարիուկես առաջ ինչ կլներ, պարզ չէր, բայց քանի որ դուք, ինչքան ես գիտեմ, դուք արմատներով Գեղարքունիքի մարզից եք, բայց ապրում եք Փարաքար խոշորացված համայնքում, արդեն դուք կասեք, որ վարչական տարածքում, ես հետևում էի նաև ձեր գրառումներին, ձեր ելույթներին, նախընտրական փուլում, ի տարբերություն Գյումրիի, այստեղ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, հաղթած տեխնացուն, այսինքն հիմա արդեն համայնքապետի պաշտոնը ստանձնած Վալոդիա Գրիգորյանը, այսպես շատ տենց բանով հաղթանակ տարավ մի անգամից, ինչ որ տարբեր էքսեսներ չեղան, ասենք շատ համոզիչ էր,
ես չեմ ուզում մենք համեմատություններ անենք, որտեղ Փարաքարը Գյումրին տարբեր են, տարբեր իրավիճակներ, այ դուք ոնց կմեկնաբանեք առաջին 1 տարի առաջ այս նույն վիճակը կլներ թե չէ, 1 տարի հետո ինչ կարող է լինի ընդհանրապես հանրապետությունը, որտեղ գիտենք ինչա սպասվում։ Ձեր առաջին հարցը ինչու մի տարի առաջ օրինակ այլ կերպ էին մտածում, հիմա կարծես թե այլ կերպ, դա այսպես հայտնի աֆորիզմ կա, կեցությունը որոշում է գիտակցությունը։ Ցավոք սրտի հասարակությունները այդպիսին են, հասարակություններին ավելի շատ մանավանդ երբ չկա գաղափարական էլիտա, երբ այսպես ասենք ճակերտավոր ոչնչացված է ազգային էլիտան, հասարակությունը ընկնում է այդ ալիքների մեջ եւ մարդիկ մեծ հաշվով չգիտեն թե որն է ճիշտը, որը սխալը, որն է ազգայինը, որը ապազգայինը, ազգայինի անվան տակ կարող են հրեշներ գործել եւ հակառակը հանկարծ մեկին համարում ես ապազգային, բայց պարզվում է, այսինքն դա ժողովրդի մտածողության առումով եմ ասում։ Պարզապես ամեն վատ բան ունի իր սկիզբը եւ ավարտը։ Նիկոլ Փաշինյանի ստեղծած վատ բանը ի վերջո ժողովրդի մեջ վերացրել, ոչնչացրել է բոլոր տեսակի հավատը։ Մեր ժողովուրդը ի վերջո հասկացել է, որ այն բոլոր ստերը, ես գլոբալ առումով եմ ասում, բնականաբար ժողովրդի մեջ կան նաև Նիկոլ Փաշինյանի այսպես անվերապահ հավատացողներ, որ եթե չեմ իսօրը Նիկոլ Փաշինյանը վեր կենա եւ ասի, որ ինքը թուրքական գործակալ է, Խոստովանի բոլոր տեսակի հանցանքները, մեկ է կլինեն մարդիկ, ովքեր կասեն բոլոր դեպքերում, որ աջակցում են Նիկոլին։ Սրա մասին խոսք չկա, բայց գլոբալ առումով վերցրած ժողովուրդը ինքը հասկացել է, թե ինչ է տեղի ունենում։ Շատ մեծ ցավով եմ ասում, որ հասկացել է ոչ թե Արցախի կորստի, ոչ թե մեր հազարավոր եղբայրների եւ քույրերի զոհվելու, ոչ թե բռնի տեղահանված արցախցիների այդ ամեն ինչը տեսնելով եւ իր մաշկի վրա զգալով, այլ սոցիալական, ֆինանսական եւ նմանատիպ այլ հարցերով դրանց մեջ մտնում է գների թանկացումը, դրանց մեջ մտնում է նույն հարկային բազմաթիվ խնդիրներ եւ այլն, դուք լավ գիտեք։ Ներողություն, ես մի քիչ թույլ տվեք չհամաձայնվեմ, որ Արցախի կորստով չի առաջացել։ Գիտեք ինչ, ասեմ, միգուցե իմ զգացումները տարբերվում են։ Տեսեք, երբ որ 23 թվականին վերջնականապես սեպտեմբերի 19-ին, 20-ին եւ մի քանի օր հետո տեղի ունեցավ այն ինչ որ կոչվում է հայրենազրկում կամ էթնիկ զտում, կարող է միգուցե ժողովուրդը եւ բոլորը մի հատ այսպես շոկի մեջ ընկան, էմոցիոնալ, հավատում են, չեն հավատում, այս ինչ եղավ, այս ոնց եղավ, մի մասը ասում էր դե որ sense բան լինի, ուրեմն սա անհնար է, ժողովուրդը պետքա շատ ընդվզի, մի ձևի այդ շոկը ապրեցին եւ հետո ես համամիտ եմ, որ հետո եկան նաեւ մյուս խնդիրները, քիչ հետո կանդրադառնանք հարկային տերորը, կոշտ, ուրեմն վարչահարությունը, սոցիալական խնդիրները, բյուջեում մուտքերի նվազումը, որը իր հետևանքը տալիս է ուզենք չուզենք մի քիչ ուշ երևալը։ Այսինքն մի ձևի այսպես միգուցե ձնագնդու նման դրանք կուտակվեցին եւ այդ բազմածալք ձնագնդու այսպես տարբեր ծալքերի մեջ արդեն թե որի համամասությունը ոնց է, բանա, բայց որ նա հաստատ ունեցել է այդ հոգեբանական իր կարծիքի ճնշման ներքո ձևավորում մեջ, ես համոզված եմ, որ իսկապես անտարբերություն այդ հարցի նկատմամբ Արցախի։ Ես չասացի անտարբերություն, ես ասացի, որ դրա ռեակցիան չէ, չդարձավ հիմք, բայց այստեղ գիտեք, եթե նկատեցիք ես ժողովրդին ոչ թե մեղադրում էի, այլ ասում էի ցավում եմ, որ այդպես է եղել, իսկ դրա պատճառը այն է, որ ինչպես խոսքի սկզբում ասացի, ոչնչացվել է ազգային էլիտան։ Ազգային գաղափարները, արժե համակարգը ձևավորում են ոչ թե հասարակ սովորական մարդիկ, այլ ձևավորում է ազգային էլիտան։ Ցավոք սրտի մեզանում ինչպես նախկինում, այսինքն չխորշենք ասել, որ նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա հետևողականորեն ազգային էլիտան վարկաբեկվել է, հայրենասիրությունը, հայրենիքի համար պայքարը ծաղրվել է։ Ոնց է վարկաբեկվել։ Նախ մի հատ ճշտենք, թե այդ ազգային էլիտային մենք որտեղ պետք է հանդիպենք։ Դե տեսեք, եթե ազգային նրա ներկայացուցիչներին նախ մենք որտեղ պետք է հանդիպենք, այսպիսի հարցազրույցներում, ելույթներում, թե հրապարակներում, թե որտեղ մեկ, եւ երկրորդ, այսինքն իրանք միգուցե իրանց ցանկությամբ են այսպես ինքնաոչնչացվել, այսինքն եթե զերո դիմադրություն կա, դու ոչ մի բանի չես դիմադրում, պրոստը կուչ ես գալի, ասում ես
Մենակ ինձ չհիշեք ինչը ոնց է։ Մի հատ ուզում այդ մեկ մի հատ նկարագրենք։ Օրինակներով ասեմ, էլի, տեսեք օրինակ ժամանակին կհիշեք երևի Արմենչիկ երգիչը, օրինակ ստանում է ժողովրդական վաստակավոր արտիստի կոչում։ Դա ընդհանուր առմամբ նսեմացնում է, ես չեմ ասում Արմենչիկը վատ երգիչ է, բայց ռաբիզ երգիչ է, եւ դա ամենևին էլ ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի կոչման հավակնորդ չէր կարող լինել։ Կարող է ռաբիզ լավ երգիչ լինել։ Սա ինչու է մեզ օրինակը բերում։ Դրա հետ միաժամանակ օրինակ ունենք Ռոբերտ Ամիրխանյան, չէ՞։ Ռոբերտ Ամիրխանյանին բոլոր ժամանակների իշխանությունները շատ լավ հիշում եմ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Սերժ Սարգսյանը պարբերաբար եւ մեդալներ էր տալիս եւ պարտադրում էր, որ այս մարդը քաղաքական հայտարարություններ անի։ Այնինչ այդ մարդը մշակույթի մարդ էր եւ հայրենիքի մարդ էր։ Եվ այսպիսի քայլերի հետևանքով այս մարդու հեղինակությունը ժողովրդի մեջ սկսեց նվազել։ Եւ երբ եկավ Նիկոլ Փաշինյանը եւս իր հերթին սկսեց այս կամ այն ճանապարհով պարտադրել, գուցե ճակերտավոր հնչի այդ պարտադրելը, որ օրինակ նույն Ռոբերտ Ամիրխանյանը, նույն Մանսուրյանը քաղաքական հայտարարություններ անեն, ոչ թե ազգային, այլ քաղաքական, տարբերենք, այսինքն կուսակցական, Նիկոլը լավն է, Սերժ Սարգսյանը լավն է եւ այլն։ Այսինքն դրանք այդ հայտարարությունը անելով ինչ են ուզում։ Կոնկրետ ինչ-որ շահ ունեն այդ հայտարարությունը։ Ես չգիտեմ, գուցե վճարվել են, գուցե մեդալ են ստացել, գուցե ես չգիտեմ, չեմ կարող ասել, բայց դրա հետևանքով վարկաբեկվում է ազգային էլիտան։ Եվ երբ որ գալիս է արդեն ազգային գործունեության ժամանակը, ժողովուրդը չի տեսնում այն գործիչներին, որոնք կարող էին առաջնորդել։ 90-ականներին մենք ունեինք Սիլվա Կապուտիկյան, ունեինք Զորի Բալայան, ովքեր անվիճելի առաջնորդներ էին ազգային էլիտայի առումով։ Իսկ փորձենք հիմա հասկանալ ով ունենք մենք։ Ունենք Դավիթ Հակոբյան օրինակ, շատ հարգելի դերասան, բայց Դավիթ Հակոբյանը Զորի Բալայան կամ Սիլվա Կապուտիկյան չի։ Այդ ժամանակի ընթացքում ազգային էլիտան այդ ճանապարհով այսպես նսեմացվեց, վարկաբեկվեց եւ այս իրավիճակում ժողովուրդը արդեն չի տեսնում իր համար առաջնորդների, գաղափարի առաջնորդների։ Սրա մասին է խոսքը։ Տեսեք գաղափարի առաջնորդներ չի տեսնում կենսունակ գաղափարների։ Այնպիսի գաղափարներ, որ ժողովրդի համար դա կլինի իսկապես իրատեսական, սենց ասենք, խնդրեմ։ Դե ժողովուրդը ներողություն եմ խնդրում, միշտ ասում է, մենք Նիկոլին չենք սիրում, բայց Նիկոլը գնաց ով է գալու։ Ում հավատանք։ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրության ժամանակ ասում էին 91 թվականին Լևոնը չլինի, բաղով լինի, Հայրիկյանը լինի, այդ խոսույթը կհիշեք դուք։ Խնդրեմ, պարոն Արարատյան։ Անկեղծ ես չէի ուզենա մտնել մեկ բանավեճի մեջ, որը որ ասենք մասնագիտական չի, որտեղ ես ինձ համ շատ ուժեղ եմ զգում եւ սկիզբը գիտեմ եւ վերջը, բայց այնուամենայնիվ օգտվելով առիթից եկեք փորձեմ, ես միշտ փորձել եմ երիտասարդությանը տեղ տալ, օգնել, առաջնորդել, ինչ-որ ծանր տեղերել միշտ վեր բարձրացնել, բայց որպես կանոն դա է իմ սկզբունքը, իսկ այս պահի դրությամբ ձեր արտահայտած որոշ մտքեր, ես կուզենայի հորդորեի ձեզ խնդրել, որ միշտ չէ, որ դեբատների ժամանակ կամ ելույթների ժամանակ կարելի է ազգայինը, գաղափարականը փորձել իջացնել ներքև։ Մենք դրա տուժվածն ենք։ Տեսեք, դուք օգտագործում եք մի քանի բառեր, որոնք որ ես երբ որ փորձեմ արտահայտեմ, միշտ զգույշ եմ լինում մտածելով խորը, որ հանկարծ սխալներ թույլ չտամ։ Գուցե տարիքայինի ապրած կյանքի խնդիրն է այդ ձևավորել, բայց տեսեք, դուք սկզբից ասեցիք афорիզմ, կեցություն է որոշում գիտակցությունը, դա փիլիսոփայության դիալեկտիկայի սկզբունքներից մեկն է, այսինքն ինչև դա մատերիայի առաջնայնության խնդիրն է, իսկ դա ենթադրում է, որ մարդը սովորական, տեսեք, դուք միանգամից անցում անեցիք ծանր թեմայի Արցախ, որը շատ ծանր եւ շատ զգույշ թեմա է, մայրը, որ տեսել է
9 ամիս լացող երեխա, որը քաղցր է ուզե, ընդամենը քաղցր է, չեմ ասում կոնֆետ, թեկուզ մեկ շաքարի կտոր եւ մազապուրց փախելա, այ եկելա մայր Հայաստան եւ պետք է ինքը զգա հոգացություն ու հիմա իրա մոտ առաջանում է այդ ձեր ասած կեցություն, գիտակցություն, ինքը պետքա որպես մայր մտածի իր երեխայի այդ պայն ֆիզիկական առողջության մասին, հետո նոր ինքը արդեն երկրորդ փուլով մտածի հետ վերադարձ Արցախի գաղափարականի մասին։ Տեսեք, դրա համար եմ ես ասում, բաներ կա զգուշա։ Հետո տեսեք, ժողովուրդ եւ ազգը առավել եւս մեր ժամանակներում պետք է իրարից ճիշտ տարբերենք։ Մենք այսօր արդեն հարցեր ունենք կուտակված, որ ոչ թե ժողովուրդ, այլ ազգային գաղափարախոսությունը պետք է առաջնային դառնա, ձևավորված լինի։ Իսկ այդ ժամանակ, երբ որ ազգային գաղափարները առաջնորդեն ազգին, այդ ժամանակ այդ ձեր բարձրացրած խնդիրը չի առաջանա, իսկ ով է լինելու հաջորդը, ով ուզում է լինի, կարևորը այս պահը, ով որ այս վիճակին հասցրել է երկիրը, ինքը չլինի։ Դա է ազգային գաղափարախոսությունը, երբ որ դու վատը հանում ես, արունահոսությունը կանգնացնում ես, հետո մտածում ես նոր այրուն ներարկելու, նոր քայլերի մասին, քանի դեռ կա անընդհատ ներքև քաշելը, զիջելը, վնասելը, ներողություն ավարտեմ, այդ ամեն ինչը նոր դա, իսկ ինչ վերաբերում է էլիտա ոչնչացնել, ես համաձայն չեմ։ Մեր հայ ազգը ունի շատ խելացի ազգանվեր մարդիկ, որոնք ոչ միայն ապրում են Մայր Հայաստանում, որոնք ոչ միայն եկել են Արցախից, նաև մենք ունենք Սփյուռքում։ Այդ մարդկանց էլ մենք պետք է հաշվի առնել իրան իսկ ինչ վերաբերում է կոնկրետ մարդկանց անուն եք տալիս, ժամանակը միշտ եւ տալիս է հենարան ուժ մարդկանց զարգանալու եւ կարա ժամանակի զոհը լինես, այդ ժամանակը նաեւ հրեշի դերա կատարում։ Իսկ ինչ վերաբերում է ձեր կողմից բարձրացրած, հնչեցրած մարդկանց անվանումներին, տեսեք, ժողովրդական արտիստ, եթե ձեր ասած ժողովուրդը այս պահին նախընտրում է Ռաբիս երկը եւ Արմենչիկին ժողովրդի կողմից սիրվածը, ինչ ա եղել, թող ստանա ժողովրդական կոչում։ Դրա կողքին 2021 թվին ժողովուրդը նախընտրեց Նիկոլին, ինչ ա եղել, թող ստանա իր Նիկոլին։ Ձեր տրամաբանությամբ։ Դե թող ստանա, ով է ասել։ Դե ուրեմն ձեր ասածը տրամաբանական չի, նախորդ մտքի հետ։ Ինչի համար։ Այսինքն որովհետև լավ, ես ուրիշ բան ասեմ, բացարձակ այդ անձի հետ նկատի ես չունենալով, հիմա մենք այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ այսօր դուք նորից հետադարձ եք անում նախկին ու նոր արհեստական թեզին, ու մի հատ էլ այսօր քննարկենք Արմենչիկի ժողովրդական կոչումը, դա այս պահին շատ ավելի թույլ թեմա է, մեր խնդիրը չի դա, էլի, ով լսում է իրեն, Պարոն Հոխիկյանը իհարկե։ Ամենայն հարգանքով պարոն Հարությունյանի նկատմամբ, բայց չեմ ուզի, որ այս մեր զրույցը վերածվի երկու տարբեր սերունդների այսպես բանավեճի կամ միմյանց այսպես փիլիսոփայական խորհուրդներ տալու։ Ես հարգում եմ պարոն Հարությունյանի անցած ճանապարհը եւ հարգում եմ նաեւ հիմա, բայց կան բաներ, որ այն ինչ դուք ասում եք, ինձ համար կներեք տրամաբանական չի։ Օրինակ դուք խոսում եք, պարոն Հարությունյան, խոսում եք ազգայինի մասին, շեշտում եք, որ ազգայինը պիտի, բայց ձեր խոսքում քիչ առաջ մի քանի անգամ Գյումրու փոխարեն արտասանեցիք լենինական արտահայտությունը։ Լենինական չէ, լենինական։ Լենինական անվանումը արհեստական դրվել է մեր Կումայրի կամ թեկուզ Ալեկպոլի, բայց պատմական Կումայրի վրա մի մարդու անունից, որը հայ ազգի գլխավոր թշնամիներից մեկն է։ Լենին, որը նույնիսկ ռուս էլ չի, կալմիկ, որը ոչ միայն մեծ վնաս է հասցրել հայ ժողովրդին, այլև ռուս ժողովրդին։
Եվ եթե ազգայինի մասին ենք խոսում, ապա պիտի այդ նրբություններին ուշադրություն դարձնենք, բայց բան չանենք։ Ինչ վերաբերում է զգույշ լինելուն, տեսեք, ես լրիվ այլ բանի մասին էի խոսում։ Ես նախկիններ եւ ներկաներ չէի ասում։ Ես ասում էի, որ այսօր ժողովուրդը մենակ է մնացել ազգային էլիտայի առումով։ Իհարկե կան ազգային մտավորականներ, իհարկե կան մեծ անհատականություններ, որոնց առաջ մենք պիտի խոնարհվենք։ Նրանց մի մասը Հայաստանում է ապրում, մի մասը Հայաստանում չի ապրում, բայց ես չասացի, որ նրանք ֆիզիկապես գոյություն չունեն։ Ես ասացի, որ ազգային էլիտան վարկաբեկվել, նսեմացվել է տարբեր ժամանակներում եւ ժողովրդի մոտ է նրանց դերը իջել։ Այսա պիտի մենք ուշադրություն դարձնենք։ Ինչու ես տվեցի Ռոբերտ Ամիրխանյանի կամ Արմենչիկը սիրված է, ժողովրդի մի հսկա հատվածի կողմից սիրված է, բայց դա չի նշանակում, որ Արմենչիկին պիտի դարձնել հավասարեցնել Սիլվա Կապուտիկյանին կամ հավասարեցնել հենց դրա, եթե բերում ես երկուսին էլ ժողովրդական արտիստ ես տալիս, ժողովրդական այսպես կերպար ես դարձնում, այսինքն հավասարեցնում ես։ Բայց Սիլվա Կապուտիկյանը ժողովրդական արտիստ չէ։ Ես ուրիշ բան էի ասում, խնդրում եմ, այսինքն հիմա եկեք մեկ ուրիշ երգչի ժամանակակից կամ ավելի վաղ իրական ազգային ժողովրդական արտիստի անուն տվեք, դասական։ Ինչ նորից խնդրում եմ։ Մեր դասական երգիչներից մեկի անուն տվեք, ով ժողովրդական արտիստ է եւ համարում եք, որ իրականում ժողովրդական արտիստ է։ Այսինքն իրական արժանավոր է։ Իրական արժանավոր։ Չունենք հիմա։ Ունենք, անուն տվեք, մեկի անունը խնդրում եմ տվեք։ Այսինքն դուք համարում եք, չէ, դուք համարում եք, որ արժանավոր ժողովրդական արտիստ է։ Թեկուզ սովետական տարիներից եկող։ Ներողություն, պարոն։ Այսինքն լավ, ես մնա ձեզ բան ասեմ, Ֆրունզիկ Մկրտչյան։ Ֆրունզիկ Մկրտչյան, այո, երգչի անուն տվեք։ Մշակույթի հանդեպ իմ սերն եք ուզում։ Չէ, ես չեմ ստուգում, ես խնդրում եմ անուն, մեկ անուն, որ Ալեքսեյ Հեկիմյան, Նորայր Մնացականյան։ Հիմա Նորայր Մնացականյան եւ Արմենչիկ։ Հա։ Հավասար հիմքերի վրա եք դնում։ Չէ, իհարկե։ Ժամանակներն են տարբեր։ Նորայր Մնացականյանը իրական ժողովրդական արժեք է։ Արմենչիկը ռաբիզ երգիչ է, ասածս դա է, բայց դուք բերում եք, դուք չէ, ժամանակի իշխանությունը բերում է երկուսին դնում է։ Ներողություն, մի րոպե, ես վարողի իրանքում մի միտք հայտնեմ, տեսեք, պարոն Հարությունյան, պարոն Հոխիկյան, տեսեք։ Պարոն Հարությունյան, ես պարոն Հոխիկյանի հնչեցրած գնահատականները ոչ թե այդքան շատ ուզում եմ ընկալեմ, որ այս կամ այն գործիչը մշակութային իր նեղ մասնագիտական մշակութային գործը անելու ընթացքում ինչ որակի տաղանդ ունի եւ ոնց ցանկալում։ Երևի Հոխիկյանը դա չէր ասում։ Ինքը ուզում էր ասել, որ ազգային էլիտայի հետ կապված համադրության դաշտ բերելով, որ այդ գործիչները որպես հանրային գործիչ նաեւ, որ այս բարդ իրավիճակում մեր երկրի համար իրանց քաղաքացիական այսպես գնահատական արդար գնահատականները հնչեցնեն։ Հա ես տենց հասկացա, ոչ թե ասենք մենք խորանանք այս կամ այն գործի նեղ մասնագիտական, դե ճաշակի հարցա, ոչի հարցա, մեկը կընդունի ռաբիզը, մեկը մի ուրիշ բան կընդունի, բայց քանի որ ժողովրդի մի մեծ զանգված ընդունում է դա, մենք պետք է հարգենք նա։ Բայց խոսքը դրա մասին ես տենց չեմ հասկացել։ Ես հասկացել եմ, թե ինքը այդ մարտահրավերները, սպառնալիքները եւ արտաքին եւ ներքին, ոնց որ մեր երկրի ներսում կա ազգային էլիտայի առումով որպես ներկայացուցիչներ ինչ են հնչեցնում, թե դրանք այդ որ ասում եմ նենց ենք անում, որ մեզ չհիշեն։ Չեմ ուզում անուն ասեմ, մի գործի չել կա, ասում եմ, գիտեք ինչ, եթե ասում ես գնահատական տուր, ասում եմ, ես լուրջ մարդ եմ, ես տենց ոչ մի գնահատական, այսքան ժամանակ իմ տարիք առել եմ, ես ինձ մի բան արեք, ճնշեք, որ ես ինչ որ կարծիք հայտնեմ։ Այս սրա մասին է խոսքը։ Հիմա եթե ինչ որ մի ընդունենք, եթե միավորներով ասեմ պայմանական, ընդունենք 10000 գործիչ կա մշակութային, օրինակ այդ 10000-ի մեջ ընդամենը 10 կամ 20-ն է միտք հնչեցնում, այն 9900 քանիսը ընդհանրապես չի ուզում, որ իրանց հիշեն, խոսքը դրա մասին է։ Պարոն Մերկոնյան, ես անկեղծ ասած ընդունեցի այնպես, ինչպես որ ինքը արտահայտվեց։ Հիմա մենք խոսում ենք հաղորդման ժամանակ եւ եթերում էկրանից այն կողմ մեզ հազարավոր մարդիկ են դիտում, իրանք պարտադիր չի, որ իմանան իմ աշճանը, կրթվածությունը, այսինքն մարդիկ բանավեճի ժամանակ ներողություն եմ խնդրում, ընկալում են այն, ինչ պարզ ձևով արտահայտվում է եւ ինչ պարզ ձևով պատասխանում, տողատակերը թողում եք մեկով։ Հիմա ես հորդորելով, խորհուրդ չտալով, հորդորելով, խնդրելով, որպես մեր
ապագա լավ սերունդի, ես ուզեցա ձեզ հուշել, որ այսօրվա իրական իրավիճակում եւ Գյումրիում եղած իրադարձությունների արձանագրմանը մենք զարգացնենք մեր խոսույթի մեջ, բերենք, տեղափոխենք հանրապետություն։ Դե հիմա զարգացրեք։ Եվ մեկ բան էլ Լեննականի հետ կապված, այդ կիսա հումորային ասեմ, որ Լեննականում շատ եղած լինեի կապրած լինեի, ես ասեցի իմ պատանեկությունը, երիտասարդությունը, հիմա էլ շատ լավ բաներ, շատ հիշում ու երազում եմ, որ վերականգնվի, դուք տանում եք դեպի Լենինական, Լենինի հետ կապված, բայց այդ ժամանակ Լենինականը ծաղկել է, չմտնենք դրա մեջ, Լեննական, Լեն գիտեք ինչ է նշանակում ական, Լեննականցիների են հումորային բանը ինչ են ասում, որ մեծ բերան են, չեն հենց խոսող են, Լեն ական, նշանակում մեծ բերան, շատ բարի, ներողություն մեր Լեննականցիներ, դա հումորային։ Ամփոփեցինք, հիմա անցնում ենք, այդ ձեր ասած հիմա զարգացնում ենք, Գյումրին եղավ, չգիտեմ առաջիկայում կան ընտրություններ թե չէ, ինչ սպասումներ, սպասելիքներ կա առաջիկա գործընթացների վերաբերյալ։ Դեպք ես մեծ լավատեսությամբ չխոսեմ Գյումրու ընտրությունների արդյունքների մասին, որովհետև այն ինչ տեղի ունեցավ ի տարբերություն Փարաքարի, որտեղ ԿՊ-ն ջախջախիչ, իրական ջախջախիչ պարտություն կրեց, ցավոք սրտի Գյումրիում իրական միասնություն տեղի չունեցավ։ Իհարկե ընդդիմությունը հաղթեց Գյումրիում եւ դա լավ է, բայց խնդիրն այն է, որ ես լիահույս չեմ, թե ընդդիմությունը կշարունակի, կկարողանա իր մեջ ուժ գտնել եւ շարունակել Գյումրիում կառավարել։ Տեսեք, ամեն ինչ կախված է մեկ քաղաքական ուժից այս պահին, Մարտուն Գրիգորյանից, որը մեծ դժվարությամբ համաձայնեց գնալ այդ կոալիցիային։ Եվ կոալիցիա չկա, ուղղակի ձայն պայմանական կոալիցիային, հա, ամեն դեպքում օգնել է։ Եվ հայտարարության մեջ էլ Մարտուն Գրիգորյանի մենք տեսանք, որ նա ամեն դեպքում չի շարունակելու աշխատել Վարդան Ղուկասյանի հետ, չէ, ասում է ես լրիվ առանձին եմ։ Հիմա բոլոր նախապայմանները ԿՊ-ի համար ստեղծված են առևտուր անել ընդդիմադիր տարբեր ուժերի հետ։ Ես հույս ունեմ իհարկե, որ Մարտուն Գրիգորյանը, նրա քաղաքական թիմը, ի վերջո նա պատիվ ունեմ դաշինքից է, չէ, չի գնա, հույս ունեմ, չի գնա ԿՊ-ի սադրանքներին զոհ չի դառնա եւ Գյումրիում իշխանությունը չի տապալվի, այսինքն ընդդիմության ստեղծած իշխանությունը։ Բայց շատ անկեղծ ասած հույսերս մեծ չեն։ Ինչը չէի ասի, բայց տեսեք, պարոն Հարությունյան, նորից ձեզ արձագանքեմ, ասացիք, որ 36%-ը ԿՊ-ի ստացած շատ վատ է, մտահոգիչ է։ Իհարկե մտահոգիչ է, բայց շատ բնական է, որովհետև բոլոր ժամանակներում է իշխանությունը վարչական տարբեր լծակներով, տարբեր մեթոդներով ձայներ հավաքել, դա մեզ համար նորություն չի, չզարմանանք, ԿՊ-ն առավել եւս, ինչի մենք չենք հավատում, ինչի ենք զարմանում, որ ԿՊ-ն կարող է մարդկանց սպառնալ կամ ընտրախախտումներ թույլ տալ։ Ես չեմ զարմանում։ 2021 թվականին դա եղել է։ Տեսեք, ես ուզում եմ մենք մի քիչ քննարկումը, ես շատ դրույթների հետ համաձայն եմ, բայց այսպես ես ինչ եմ ասում, մի տարի առաջ, տարի առաջ ու հիմա էական տարբերություն կա, տեսեք, ընդհանրապես ճոճանակային այսպես քաղաքական եւ տնտեսական էֆեկտ հասկացություն կա։ Քանի մոտենում է հաջորդ ընտրությունները 26 թիվ, չէ՞, միջև այդ մի տարի, երկու տարի, բայց հանդատ ասում են, էսա արտահերթ է, 24-ին լավ, 24-ին չի 25-ին առնելու, հիմա ոնց որ այդ խոսույթները այս կոմ գնացին, սահմանադրությունը պահանջում Ալիևը կարող է իրար հետ դնեն, այդ օրենք հաղթահարեն, աշխանը դնեն, հանդատ այնպես խոսում են, բայց իրականում ռեալ արտահերթի ոնց որ այս բան չի նշмарվում։ Հետո ես ուզում եմ մի քիչ տենց այդ բան Գյումրի ասելով, ես նկատի ունեմ, որ Գյումրիից հետո տեղի ունեցող հավանական սպասումները քաղաքական եւ նաեւ տնտեսական, որը որոշում է նաեւ քաղաքականի բնույթը։ Հիմա տեսեք, այս տարի տնտեսական առումով թերևս 21 թվից հետո, որ պատերազմական ա եղել, կոവിഡ് ա եղել 20 թվից հետո, ամենածանր տարին է ալնելու։ Մենք տեսնում ենք բյուջեի թեր հավաքագրումներ, մենք տեսնում ենք հարկային վարչահարության խիստ կոշտ, որ չի եղել մի քանի տարի, կալանքներ դնել հաշիվների վրա, մտնել, չգիտեմ ինչ անել, պահանջել, սկսած անուններ չեմ ուզում ասեմ, որպեսզի այդ
ֆիրմաներից թույլտվություն չունենք, գիտենք տարբեր մամուլում էլ կա եւ այլն, նույնիսկ Մանթաշյանց ակումբի համակարգող Միրաքյանը արտահայտվեց այդ հարկային, այսպես կոշտ մեղմ ասած վարչարության մասին եւ այս ամեն ինչը լավ օրից չի որ կատարվում է, մեկ եւ երկրորդ մենք պետք է սպասենք, որ ինչքան ընտրությունը մոտենում է, ձեր ասած ազգային էլիտաների ներկայացուցիչները ամենատարբեր մարդիկ, անուններ էլի չեմ ասելու, դա միայն մշակույթը չի, անում ստրուկտուրիզացված, այդ կերպ ասած, կառուցվածքային ռեժիմով տեղաբաշխվել ինչ որտեղ։ Դա կարող է լինել կուսակցությունների մեջ, դա կարող է լինել ՀԿ-ների մեջ, դա կարող է լինել ինչ որ նախաձեռնությունների մեջ։ Մենք տեսնում ենք, որ առաջանում են ամենատարբեր նախաձեռնություններ, անհատ մարդիկ եւ այն թեզը, որ հավաքվում են, ընդունենք հանրահավաքը, ասում են. «Այսուր են մեր մտավորականները, այսուր են, հրետաներից դուրս եկեք, եկեք ստեղ, դուրս գան չգան», այդ պահին ոչ մի բան չէր որոշվելու։ Ինքը օբյեկտիվ հասունացած չէր process-ը։ Եվ այն կարմիր բերետավորները, որ հետո սպասում են, որ հեսա, եթե շատ հավաքվես, այս process-ը կլինի, այն նենց process-ները զարգանան, որ ինչ որ չափով չեզոքացվեն հավանական սպասումները ուժայինի ստրուկտուրիզացիան եւ ժողովրդի այսպես հասունացումը այնքան լինի, որտեղ ես անկեղծ եմ ասում, ասենք հավաքվել է 100,000 մարդ, ասում են հենց հիմա մենք սենց ենք անում, ժամանակ ենք տալի իշխանության եւ այլն, բայց այդ հրապարակի 100,000 մարդուց դուրս ասենք գյուղերում, չգիտեմ, կրթական հաստատություններում, աշխատավայրերում ոչ մի process չկա, նույնիսկ խոսույթ չկա, որ ասեմ այնտեղ այդ 100,000-ը հավաքված են, լավ, երեկոյան կգնան կմիացնեն հեռուստացույցը կամ հեռախոսով կայքերի կնայենք, կտեսնեն ինչ որ ելույթներ process, բայց տենց ալիք, որ շղթայաձև այդ ալիքները գնում է, այնտեղ ինչ որ բաներ, այդ բացարձակ հավատացեք 100,000 մարդ որ հավաքվի, ինքը իր ամբողջ այդ ազդեցությունը կունենա եւ տարի մայիսին հավաքվել էր 70-80,000։ Իսկ ինչու չեղավ, դա արդեն պատասխանատուների ուսերին է։ Պարոն Հարությունյան, խնդրեմ։ Տեսեք, բան Մելքոնյան, Նայիրին էլի անդրադարձ արեց դեպի Գյումրի եւ արդեն անհատական անվանումներով մարդկանց ասում է եւ այլ, այստեղ Նայիրի ջան, եկեք ասում է նա փիլիսոփայական բան կա, կապ չունի բացարձակ Գյումրիի հետ, ուղղակի օրինակն եմ բերում, ասում է մարդու տեսակն է, թե ոնց է դիտում երևույթը եւ ոնց է մեկնաբանում, երբ որ դու ուզում ես լավատես լինես, ասում է աղբի մեջն էլ ծաղիկ ման արի։ Այսինքն այսօր Գյումրու վաղը արդեն ինչ կլինի այս Հայաստանի ընտանուր վիճակով, անվտանգային խնդիրներով, տնտեսական գահավիժումով, մարդկაც սոցիալ-տնտեսական հոգեվիճակով, այդ ձեր ասած Գյումրու քաղաքական այս ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորումը, ղեկավարի ընտրությունը, քաղաքապետ ընտրելը իմ համար, իմ տեսակի մարդու համար կարևորը գիտեք որն է, որ ԿՊ ներկայացուցիչ քաղաքապետ Գյումրին չունեցավ, անձը թողնում եմ մի կողմ։ Սառույցը սկսեց հալվել, որ համախմբում եղավ, որոնք որ ներկայացնում էին ընդդիմադիր ուժեր էին հանդես գալիս, դա երկու դրական եւ երրորդը նույնիսկ ելույթները եւ ինչի չբերեք արձանագրենք շատ գեղեցիկ հայավարի միջոցառում կարելի ասել ընտրելը, երբ որ հանդես սկսեցին հայմերով։ Դա շատ կարևոր է հիմա Հոխիկյանը լավատես չի շարունակության առումով։ Պարոն Հարությունյան, դուք փաթեթավորումն եք ասում, ես բովանդակության առումով արձանագրվել է ԿՊ-ն չունի քաղաքապետ, ԿՊ-ն չկարողացա մարդ գողանալ այդ պահին, Գյումրին Շիրակը արթնացել է, Տարոսը լինի մնացածին, հիմի վաղը մյուս օր ինչ կանեն, կճնշեն, ինչ կանեն, չեն անի, դա կլինի քաղաքական հենց դա է, որ կարող է այսօր կարճաժամկետ լավ լինի, բայց այնպես անենք, որ երկարաժամկետ լավ լինի։ Երկարաժամկետի խնդիրը չի սկսվում Գյումրիից։ Գյումրին կայծը տվել է, Գյումրին
մեսեջը տվել է։ Մնացածը հիմա ով ինչ պետք է անի Հիմա տեսեք այն հրապարակում հավաքված կամ հավաքվող տեսեք, այստեղ շատ կարևոր է, միշտ չէ որ քանակական փոփոխությունը բերում է որակական է։ Նախ նաև պետք է մենք հասկանանք այդ 100,000-ի կառուցվածքը։ Գուցե իմ սուբյեկտիվ կարծիքն է, լինի 15-20,000 այնպիսի հայրենասեր մարդիկ, որոնք որ կկանգնեն մինչև վերջ հանուն երկրի անվտանգության, իրենց երեխաների ապագայի, մեր նահատակվածների, մեր գերիների ազգային գաղափարի, քան թե 100,000 լինի, կեսնել չգիտեք ինչ ճանապարհով եկած լինի, այն ամենակրիտիկական պահին հանգարց մի հրահանգով այդ 100,000-ը 90,000-ը գնա։ Այդ դրանք պետքա վերլուծվի։ Պարոն Հոխիկյան, ինչ ունեք ասել։ Պարոն Հարությունյանը ակնհայտ ճշմարտություններ է ասում, որոնք ուղղակի, գիտեք, այդ մասին խոսելը կարծում եմ ավելորդ է։ Այսինքն իսկ ով չգիտի, որ այդպես է։ Իհարկե պիտի այդպես լինի։ Իհարկե պիտի բովանդակային գաղափարական պայքար լինի։ Պարոն Հոխիկյան, տեսեք, պարոն Հարությունյան, իմ ասած այլ բաներ, իմ ասած այն էր, որ կարևոր չի, հիմա կարող է 100,000 խիստ կանգնած հայրենասերներ լինեն, այն 200,000-ը լինի, որ մի հրահանգով։ Խնդիրը այն է, ախր ես շատ եմ շփվում էլի այդ տարբեր, որ այդ ես անցյալ տարվա եւ նախորդ տարիների դեպքերն եմ ասում, ինքը ալիքներ, ծիլեր չտվեց հասարակության լայն շերտերի մեջ, որ բոլորի տներում կամ մեծ մասի խոհանոցներում եւ այլն, դա դառնա ամենօրյա խոսակցության առարկա։ Չի եղել տենց բան։ Ներողություն ընդհատելու համար երևի դեպքերից մեկն է, որ ձեր հետ համաձայն չեմ, ինչ առումով, որովհետեւ ամենաուժեղ ժայռներ կատիլ ջուրը քայքայում է, այսինքն շարժումները, որոնք որ եղել են, մենք փաստերի մասին ենք խոսում։ Այո, փաստ, եկեք տեսեք, մենք արդյունք ունենք, չէ՞, այս տարիների շարժումը չի կարելի անարդյունավետ որակել։ Ճիշտ է, բոլորը, ովքեր որ ունեն ընդդիմադիր հայացքներ, ուզում են միանգամից փոփոխություն լիներ, որ միանգամից չենք էլ ակնկալում։ Ապրեք, բայց այս տարիների աշխատանքը պայքարը տվեց արդյունք։ Այսինքն Գյումրիում, որին ես համաձայն չեմ, որ թեկուզ 36% է տարել, թե ոնց է տարել ովքեր են, դա մի կողմ։ Այսինքն մի րոպե, դրա համար էլ ես ասացի մի տարի առաջվա եւ այսօրվա վիճակի մեջ էական տարբերություն կա, բայց հիմա պետքա սպասենք դեպքերի ընթացքին, տեսնենք այդ ինքը այդպես ինքնաբերաբար այդ տարբերությունը պետք է գնա հասնի իր ցանկալի արդյունքի, թե տեղ ինչ որ այդ էլիտաները, կուսակցությունները, ոչ կուսակցությունները, կարող կուսակցություններին այդքան էլ չեն սիրում հիմա բնակչությունը կամ այլ ինչ որ անհատ դեմքեր է, որ ասում ով պետք է լինի, չէ, հարցը ով լինի, չէ, հիմա այդ հարցը էլի գալու է։ Այդ ով լինելը մենք չգիտենք այդ ով է լինելու։ Այդ պետք է չի կա Գյումրիում ինչի նախորդ գիտեինք ամեն ինչ թե ով ալնելու կամած ինքը եկավ ով որ հայտ ներկայացրեց ինքը վերջը դարավ կարող ենք ենթադրել հիմա ես ուզում եմ գամ այս թեման մի փոքր ամփոփենք որտեղ մեր ժամանակը այդքան շատ երկար չի քանի որ պարոն Հարությունյանը նաև գյուղատնտեսության ոլորտի հմուտ մասնագետ է եւ հիմա մենք գտնում ենք Գառնան այն սեզոնի փուլի մեջ որ ասենք գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները արդեն երևի սկսված են եւ ինքը պետք է առաջ գնա ինչ խնդիր կա այս Գյումրու process-ներից դուրս վերջը ինչ փուլում ենք մենք գտնվում անկախ են հանգամանքից դուք այդ իմ հետ կհամաձայնվեք թե չէ Իհարկե պարոն Մերքումյան տեսեք անկախ ամեն ինչից երկրում ինչ քաղաքական process-ներ կընտանան դա Աստված արագանան process-ները գործողություններ լինեն սահմանադրական եւ այս իրավիճակից մեր ազգը դուրս կա, գնանք դեպի լավը եւ դուք ճիշտ նկատեցիք, որ էլի ես ավելացնում եմ անկախ իրավիճակից հացա պետք ուտել, բարիքներ պետք արտադրել, դրա համար մասնագիտություններ կան, որոնք չպետք է քաղաքականացվեն, ասենք ջուրը շատ թանկ բան է, աշխարհի կռիվը այսօր նաեւ ջրի համար է, ջրային քաղաքականությունը ճիշտ պետք է տարվի, գյուղատնտեսությունը, բնապահպանում, այդ ոնց է ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, ոստիկանապետին, պաշտպանության նախարարին նշանակում է երկրի, ասենք, ղեկավարը, բայց ստրատեգիական նաև համարվում է ջուրը, գյուղատնտեսությունը, մթերքը, դրանք չպետք է քաղաքականացվեն։
որովհետև կարա իրավիճակներ փոխվի։ Տեսեք, մի մտքեր կա, գուցե խառնա ձևակերպում ժամանակի առումով։ Նույնիսկ տեսեք, խոսույթ կար, որ պետքա ձևավորվի ժամանակավոր կառավարություն, ճիշտ է, բայց տեսեք, ես երբ որ վերլուծում եմ, այդ ժամանակավոր բառը շատ տիպիկ է ժամանակավոր թող լինի անհաջողություն։ Իսկ մնացած դեպքում ժամանակավոր բառը ինքը լավը չի։ Անհաջողություններն ու փորձանքները պետքա լինեն ժամանակավոր, իսկ լավը պետքա լինի հաստատ։ Երբ որ դու փորձում ես ժամանակավոր կառավարությունով հարց լուծես, այդ ժամանակավոր կառավարությունը պետքա շարունակություն ունենա։ Տեսեք, դուք ասում եմ, ես չեմ թաքցնում, գրեթե ամեն օր ես եւ գետնի վրա եմ աշխատում եւ տանը վերլուծում եմ ծրագրային ամենա մի քանի լուրջ խնդիրները, որոնք են ուզում արձանագրել։ Հիմա տեսեք, երբ որ սկսում ես միտքը թղթին տալը ծրագրային առումով, գալիս ես մի պահ, որ շարունակությունը չկա։ Սկսում ես 2 օր, 3 օր վերլուծելով հասկանաս, որ ծրագիր ես գրում, ոնց պետքա անես, ոնց պետքա երկիրես վիճակից դուրս հանես ոլորտը։ Տեսեք, ես մտովի ունեմ բաժանել եմ, նախ ծրագիր պետքա լինի ոլորտում, որ այս կործանումը նախ կանգնացնի, երկրորդը ծրագիր պետքա լինի, որ կայունացնի իրավիճակը եւ հաջորդը նոր զարգացման ծրագիր լինի։ Միանգամից դնել զարգացման ծրագիր, երբ որ չկա, դա արդեն ինքնին ձախողված է։ Հիմա գալով սրան, տեսեք, այսօրվա տվյալներով թարմ Լարսուն կանգնած են 1800 բեռնատար Հայաստան եկող։ Հիմնականում կա պարարտանյութ, սերմացու, ալյուր, ցորեն եւ այլն կա։ Հիմա արդեն առանց այն էլ այս տարվա գարնանացանի ծրագիրը արդեն որ ուշ սկսեցին իրականացնել արդեն ինքնին ձախողված է ժամկետի առումով։ Նշանակում է ինչ որ էլի հերթական քամին է ու որերորդ անգամն է մենք ասում ենք ծրագիրը գարնան պետքա աշունը նախապատրաստվի, որ ժամանակի առումով գարնան մեկ օրը տարիա կշտացնում։ Ջրային քաղաքականության առումով ես ճշտում եմ, տեսնում եմ ջրամբարների լցվածության աշճանը, տեղումների հետ կապված։ Ախուրյանի ջրամբարը արդեն Շիրակի մարզի իմ ընկերների ճշտել են, որ իրանց աշնանացան ցանկերից որոշ մաս անցել են արդեն ջրի տակ, որտեղ Ախուրյանի ջրամբարը արդեն հագեցվածության մոտենում է դրան։ Այսօր այսպես կոչված կառավարությունը տեսնելով, որ տեղումնաբեր տարի է, տեղումներով առատ եւ հոսքա ջրամբարների լցվածության եւ են հայտնի զբրոս ավել ջուր գնալու կարող էին ինչ անել ժամանակ առաջ ջր թողանեին եւ այս վերջի 10 հիդրոէլեկտրոկայաններն էլ աշխատեին։ Ոչ, ես գնում եմ դեպի գյուղատնտեսություն, այսինքն վերջի 7 տարվա մեջ առաջին անգամ խաղող, մշակող այգեգործը ըստ տեխնոլոգիայի կստանար արքադաջուր, ապրիլ-մարտի վերջ, ապրիլի սկիզբ, որը շատ կարևոր է բերքը եւ անվճար, որովհետեւ այդ զբրոսի ջուրը, ինքը հեղեղումների այդ ջուրը, ինքը տրվում է անվճար, չեն արել։ Կարևոր բան է դա։ Չեն արել եւ անդերսահմանային ջուրը Թուրքիայի հետ է, Թուրքիան ջրամբարներ է կառուցում, որ Ախուրյանը չլցվի։ Տեսեք, Աստված իրան նարել է, ջուրը լցվում է։ Ինչ ծրագիր ուզում ենք մենք անունը դնենք, տեսեք, ես ասեցի իրավիճակային լուծվող եւ հերանեկար չկա նման բան։ Ես մի ուզում եմ զուգահեռ անցկացնեմ, ուրեմն անցյալ հաղորդման ժամանակ Տիկին Իսայանի հետ մենք նոր պրոյեկտ տնտեսական ալիքի շրջանակներում մեր նախաձեռնության հրավիրել էի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախկին ղեկավար Գարեգին Բաղրամյանին եւ Հակոբ Վարդանյանին, էներգետիկայի գծով տարածքային նախարարության փոխնախարարի մի հետարքիր բան ասեց փոխնախարարը նախկին, որ ուրեմն մենք Վրաստանի հետ համարժեք փոխակերպիչ կայանների թողունակու ծավալ չունենք, որ Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան այդ էներգետիկ միջանցքը աշխատի եւ իսկ Վրաստանը Թուրքիայի հետ ունենալով այդ արտահանման ռեժիմը ապահովող ենթակառուցվածքները այդ նույն ձևի այնպիսի մեծ ծավալի պահանջարկ էր առաջացել Թուրքիայում, որ 10 տարվա իր եկամուտը
վրացական էներգոսանցերը ստացան։ Մի անգամ նենց պահանջարկ առաջացավ, իսկ մենք տարիներով չենք կարող Իրան Հայաստանի այդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը կարգի բերենք, որպեսզի մենք եկամուտ ունենանք։ Դա զուգահեռ անցկացրեցին։ Ձեր ասած փոխնախարարը նախքին չի, երեք չառաջորնա կոպիտ ասած, լավ էլ երկար տարիներ համագործակցել։ Դե հիմա չկա կոնկրետ։ Այդ չկա, որովհետև սխալ են արել։ Այսինքն դրած էր բարձրավոլտի կառուցումը Իրան-Հայաստան ժամկետները, երբ պետքա ավարտված լիներ, ձգձգվելա, գումարները ծախսվելա հերթական անարդյունավետ գյուղատնտեսության առումով մի հատ թիվ եմ ուզում հնչեցնել, բայց զգուշ լինեմ, էլի, որ բառեր հետո Հոխիկյանին չմեղադրկետվի։ Չէ, ես ուրիշ բան եմ ես ուզում ասել, տեսեք գյուղատնտեսության ոլորտում այս 6-7 տարիների իրենց իսկ հնչեցրած թվերով տարբեր տարիների բյուջեով կոնկրետ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության գծով գումարները 43, 45 միլիարդ, 48, մի քիչ ավել, մի քիչ պակաս 7 տարվա կտրվածքով կոպիտ թվաբաղանականով 250 միլիարդ դրամը անցնում է։ Շատ քիչ է, դա մեծ թիվ չի։ Ես կոնկրետ ծրագրային որ ոլորտում 250 միլիարդ դուք ասում եք քիչ է, հիմա ես այդ թվի հզորությունը կտեսնեք ինչքան մեծ է։ Այսինքն երկրի ղեկավարի բարձրագույն ամբիոնից հնչեցնում է, որ հակակոռուպցիոնով վերադարձրել են պետական բյուջե շուրջ 210 քանի միլիարդ թիվ։ Այսինքն երբ որ դուք բյուջե բերել եք ինչ-որ մի թիվ, բայց այդ բյուջեի այդ թվից ավել տվել եք մի ոլորտի, որտեղ տարեց-տարի ցուցանիշներն անկում են ապրել, սառնաները դատարկա շուկայում ահա որ թանկությունը, ով է տեսել այս սեզոնին 400 դա կրկնում եմ, պետք է համակարգային մոտեցում։ Մեր հաղորդումը պարոն Հարությունյան մոտենում է իր ավարտին, պարոն Հոխիկյան, խնդրեմ ամփոփիչ ձեր մեկնաբանությունը կամ դիտարկումը։ Քանի որ ես տնտեսագետ չեմ, բնականաբար ես խուսափեցի այդ թեմայով որևէ բան խոսել, բայց պիտի ասեմ, որ տարին որքան ես եմ տեսնում, շատ ավելի ծանր է լինելու եւ նաեւ տնտեսության առումով, նաեւ սոցիալական առումով։ Դրա համար քաղաքական ուժերը ճիշտ է, որ դուք ձեր խոսքում ասացիք, որ դիրքավորվում են 2026 թվականի ընտրություններին եւ կարծում եմ ճիշտ են անում, որ դիրքավորվում են եւ այդ առումով շատ կարեւոր է, որ այո, լինեն ծրագրեր։ Ցավոք ես դա չեմ տեսնում, ես տեսնում եմ ավելի շատ կերպարների պայքար, դեմքերի պայքար, թե ում շուրջը փորձեն համախմբել ժողովրդին, ոնց որ Գյումրիում, ցավոք սրտի, որովհետև եթե լինի ծրագիր, նույն տնտեսական, սոցիալական, կրթական, բոլոր ոլորտների ժողովուրդն ինքն էլ արդեն կհասկանա։ Լսում է ժողովուրդը։ Այո, հավատացեք, լսում է, մի թերագնահատեք մեր ժողովրդին։ Այո, կա ժողովուրդ եւ կա ազգ, բայց ժողովուրդը լսում է, ժողովուրդն էլ մտածել գիտի, գնահատել գիտի եւ ընտրել գիտի։ Շատ բարի։ Փարաքարի ընտրությունը ներողություն, դրա վառ վկայությունն է։ Փարաքարում ընտրեց ժողովուրդը։ Օրինակ բնակավայրում, որտեղ ես ապրում եմ, 76.5% ընտրողների քվեարկեց ընդդիմության օգտին։ Եվ ոչ միայն այդ բնակավայրում, Փարաքարում ընդհանուր առմամբ մոտ 60% այսպես միանշանակ դեմ քվեարկեց ՔՊ-ին, կողմ քվեարկեց Վալոդիա Գրիգորյանին։ Ինչու՞։ Որովհետև կար անձ, որը երբևէ արատավորված չի եղել իր վարքագծով, եւ երկրորդ կար ծրագիր։ Մարդը շատ հստակ ծրագրեր էր առաջարկում, հստակ, ինչպես պարոն Հարությունյանն է ասում, կայունացման ծրագիր, զարգացման ծրագիր, այո։ Եվ հետեւաբար պիտի մենք մտածենք արդեն ծրագրային պայքարի մասին։ Շատ բարի, 1 րոպե, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն։ Տեսեք, Նայիրի ջան, ես ամբողջ հաղորդման տրամաբանությունը ես ուզեցա կառուցել, որ լավատեսորեն ավարտվի, գնանք դեպի մեր ազգի վիճակը, մարդկանց վիճակը, սոցիալ-տնտեսական, կրկնում եմ, առողջական այն վիճակն է,
անհամբեր սպասում են մի դրական լուրի, օրը բաց մի լավ բան լսեն, որ փոխը։ Տեսեք, ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, խաբեության մասին չի խոսքը։ Ես օրինակ ձեր փոխարեն լինեի, ես կասեմ, որ ջաղացի քարից ծանր բան չկա, փետը տակը տվեցիր, գլորվելու է գնա։ Ընդհակառակը կասեի, որ գնալու է։ Շաքար ասելով բերանը չի քաղցրանա։ Իմ ամենաչսիրած նախադասությունն է։ Մեկ հավայել են ասում։ Հա, այդ չի, բայց այսօր ժողովուրդը ունի հոգեբանական շատ կար, տեսեք մենք ասում ենք Գյումրին տվեց դրա կայծը, հիմա մի ջուր լցրեք վրեն, ասեք, որ դա կզարկանա, ժողովուրդը կհամախմբվի, մենք երիտասարդների մեջ ունենք ընտիր, շատ ընտիր երիտասարդներ, կամքով, բարոյականությամբ, ազգանվեր, կգնան առաջ, մենք էլ կողմենք։ Խոսքը հենված է միայն փաստի եւ իրականության վրա։ Ես խնդրում եմ ձեզ, քանի որ տեսեք դուք ընտրություն բառն եք, ընտրես, ինչի հետ համեմատես, որ ընտրես, այդ ընտրությունը թույլ տվեք ավարտեն, պարոն Մերգոյան, տեսեք փարաքարում էր, Գյումրիում էր, ընտրություն արվեց, բայց նաև եկեք ասենք, որ փիլիսոփայությունը մերժելն էր, մերժեցին, հիմա դրա համար դուք էլ, մյուս փորձագետներն էլ, ես էլ բոլորին խնդրում եմ, որ եթերներից իշքան խապելու մասի չի խոսքը, հույս տվեք, այդ հույսն է շինական Սահակին, սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը հավաք եւ ասելա կռվենք սպարապետ, կռվով գնանք, միտեղ լույսը կբացվի։ Շատ բարի, շնորհակալություն, հարգելի գործընկերներ, շատ արդյունավետ քննարկման համար, սիրելի հայրենակիցներ եւ այսպեսի ավելի եւ էմոցիոնալ եւ ավելի եւ պրոեմոցիոնալ եւ պրագմատիկ եւ դրական սպասումներով ավարտենք մեր հաղորդումը։ Գիտեք ինչ, սկսեցինք Գյումրիից, փարաքար, գյուղատնտեսություն, ազգային էլիտաներ, սա մեր կյանքն է։ Մենք պետք է կարողանանք հաշվի նստենք իրողությունների հետ։ Երբ որ մի բան ստացվում է կամ չի ստացվում, մենք չպետք է մեղադրենք ժողովրդի մի հատվածին հակադրենք մյուս հատվածին, գյումրեցիներին, փարաքարցիներին կամ չգիտեմ եւ այլն, սա մեր կյանքն է, մենք պետք է լավ ճանաչենք մեր ժողովրդին, պետք է հասկանանք թե դեպքերը երբ, ոնց, ինչ զարգացումներ կունենան, որպեսզի ճիշտ նրանք արդյունավետ այս գործընթացները գնան եւ տան արդյունքներ, պտուղներ։ Կապրենք, կտեսնենք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։